2021 թվականի դեկտեմբերից սկսած, երբ որ ինքը առել էր ռուս-ուկրաինական պատերազմի հոտը, իսկ ավելի բացահայտ 2022 թվականի ապրիլից սկսած Նիկոլ Փաշինյանին հուշեցին, որ Ռուսաստանը պարտվելու է պատերազմով ուկրաինական, եւ Նիկոլ Փաշինյանը որոշեց փոխել ստրատեգիական կուրսը։ Դրա շարքում թե ապրիլի 13 իր ելույթը 22 թվականին, որ ասես նշաձողը Ղարաբաղի պիտի իջեցնենք կարգավիճակի, չէ, ասես նման հորդոր մեր գործընկերներն են մեզ ուղում։ Հետո հիշեք ինչ արեց, հետո օգոստոսի 31-ին Միշել Ալիև Փաշինյան հանդիպում եղավ 2022 թվականի օգոստոսի 31-ին։ Այ հարց, օգոստոսի 31-ին Բրյուսելում Միշելը Փաշինյանը Ալիևը այդ ինչ են քննարկել, որ սեպտեմբերին եղավ ջերմուկի էսկալացիան։ Ինքը ասում է էսկալացիան եղավ, դրա համար վազեցի, չէ՞ Պրագա բանը թուղթը ստորագրելու։ Ես էլ ասում եմ էսկալացիա երկու շաբաթ առաջ դու Ալիևի եւ Միշելի հետ հանդիպել ես։ Այդ ինչ եք քննարկել, որ եղավ այդ էսկալացիան, հետո էլի գնացիր նույն մարքանց շրջանակում ստորագրեցիր Պրագայի փաստաթուղթը։ Վերադառնալով ձեր հարցին, ասեմ, որ սա ճակատագրական ընտրություններ են Հայաստանում, որովհետեւ ռուսական անվտանգային հովանոցը փոխարինվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հովանոցով, դա հովանոց չի մեր երկրի համար, դա մեր երկրի համար թակարդ է, հովանոցը միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, եւ ես չեմ ենթադրում, որ դա անցնցում է անցնելու, ես միշտ այդ կարծիքին եմ եղել, որ մի հատ կարմիր գիծ կա, որից հետո Ռուսաստանը չի անդուրժելու, ոնց որ ցանկացած աշխարհակաղակապետ։ Քանի անգամ եք ասել, սա կարմիր գիծն է։ Կարմիր գիծը անվտանգային այն բաղադրիչներն է, բազան, գլխավորապես բազայի արկայությունը Հայաստանում եւ ռուսական այդ սահմանապանների արկայությունը, մասնավորապես հայ-թուրքական սահմանը։ Եթե ՀԱՊԿ-ից եւ բազայից դուրս գալու խնդիր դրվի, արդեն բացահայտորեն թշնամական քայլ կհամարեն Ռուսաստանում։ Եթե միջև այս ճգնաժամի շրջանով իրենք կառավարում էին եւ նաեւ թաթախված էին ուկրաինական պատերազմում, այս արդեն 180 աստիճանի շրջադարձ կլինի։ Իսկ այն հայտարարությունները, որ եթե այդպես է կողմնորոշվեք կամ հարակվե արեք, դուք կարծում եք իրենք դրանով կարող են փորձում են մեր հասարակական կարծիքի վրա ազդել։ Ցավոք սրտի մեր հասարակական կարծիքը մեդիա տերորի կնիկն է իր վրա։ Հիմա գիտեք, չէ՞,